դիսկուսիան համար, դեռևս կոնկրետ մեր հյուրի հետ կապված դեռևս չկային այն զարգացումները, որոնք տեղի ունեցան հետո ժամը 17:30-ից հետո։ Սա ևս մեկ ակնկալի բան է, որ քարոզարշավի հետ կապված զարգացումները հավանաբար դեռնորեն որ ի հայտ են գալիս կամ դեռ գալու։ Ես այսօր պետք է ներկայացնում ձեզ թիվ 1 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ազգային ժողովի կազմավոր ինքնառաջադրված թեկնածու Գայանե Արուստամյանին, որը նաև, ինչպես գիտեք, մեր գործընկերն է, մեր գոլեգան, քանի որ առաջին անգամ է հյուրը ակումբում այս կարգավիճակում, նաև շնորհավորում ենք այս նախաձեռնության համար և խոսքը փոխանցում ենք մեր հյուրին։ Հանցեք ընդհանուր գնահատականը, կարգավիճակի, որից հետո հարցը։ Ես երկու կարճ հայտարարություն ունեմ, քանի որ ես առաջադրված եմ թիվ 1 ընտրատարածքում գիտեք Ռուբեն Հայրապետյանի հետ եմ արթում։ Ես Ռուբեն Հայրապետյանին բանավեճի եմ հրավիրում անընդհատ, որպեսզի քաղաքակիրթ քարոզարշավ անցկացնենք բանավեճի ֆորմատում ընտրողներին ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ ներկայանալու նպատակով, և Ռուբեն Հայրապետյանը ինձ մերժել է, բայց ինչպես է մերժել։ Ռուբեն Հայրապետյանը ինձ մերժել է ցինիկաբար, ոտնահարելով իմ իրավունքը որպես կին և վիրավորելով իմ արժանապատվությունը, ինչպես գիտեք նա հայտարարել է, որ չի կարող բանավիճել կնոջ հետ, որովհետև վախենում է, որ այդ կինը կճանկրի իրեն։ Սա ակնհայտ ցինիզմի դրսևորում է իմ նկատմամբ, սա գենդերային անհավասարության ցայտուն օրինակ է, և ես որպես կին թեկնածու, որպես կին քաղաքացի պահանջում եմ, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը ինձանից ներողություն խնդրի, որովհետև վիրավորել է իմ արժանապատվությունը։ Եվ կրկին նրան հրավիրում եմ բանավեճի, որովհետև մրցելու և քարոզարշավը քաղաքակիրթ պայմաններում իրականացնելու միակ տարբերակը դա բանավեճի ֆորմատն է։ Այլապես մենք կհայտնվենք անհավասար պայմաններում, ինչպես մինչ օրս է, և մեր ընտրողը չի կարողանա կողմնորոշվել ում ընտրի իրականում, որովհետև մենք միասին նույն հարցի շուրջ պետք է հանդես գանք, պետք է ներկայանանք ընտրողներին և պետք է նույն հարցի մասին մեր տեսակետները ներկայացնենք նրանց։ Եվս մեկ կարճ հայտարարություն կապված 3 տեղի ունեցած միջադեպի հետ։ Երեկ ուրեմն ես իմ շտաբի ղեկավարը ժողովրդի իշխանություն հասարակական քաղաքական նախաձեռնության առաջնորդ Զոյա Թադևոսյանը Հայ ազգային կոնգրեսի համամասնական համակարգով առաջադրված թեկնածու Բաբկեն Գարոյանը և իմ վստահված անձիկ թվով 10 կանայք գնացել ենք օգնելու Նիկոլ Փաշինյանին տարածելու քարոզչանյութեր և Սվաջյան 44 շենքի բակում մեզ վրա տեղի ունեցել աղզակային հարձակում, հրոսակախումբ է հարձակվել մեզ վրա շքամուտքում և ծեծելով ու այլանդակ հայհոյանքներով և դաժան բռնություններով մեզ դուրս է բերել շքամուտքից, շքամուտքի բակում ինձ հարվածել են 2 հոգի և այդ հարվածները կանխելու նպատակով Բաբկեն Գարոյանը փորձել է խոսել ավազակախմբի ներկայացուցիչներից մեկի հետ և նրան քարշ են տվել, դաժան ծեծի ենթարկել, ջարդել նրա քիթը և պատճառել մարմնական վնասվածքներ, իսկ մեզ կանանց քաշքշել են, իսկ մեզ պատճառված բարոյական վնասը ուղղակի աննկարագրելի է, որովհետև այդ տրավման թեկուզ տեսանելի չէ, բայց դա շատ լուրջ վնաս է մեզ բոլորից։ Այդ պատճառով ես պահանջում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովին արձագանքել այդ միջադեպին և հանել Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը
եւ նրան թույլ չտալ մասնակցելու այդ քարոզարշավին, որովհետեւ վստահ եմ, որ այդ ավազակախումբը ուղղորդված էր Սամվել Ալեքսանյանի կողմից։ Ավելին, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչեցին երեկ, նրանք հայտարարում էին, որ իրենք հանրապետական կուսակցությունից են, նրանք հայտարարում էին, որ իրենք ունեն իրենց ընտրած թեկնածուն, եւ տրամաբանական է, որ իրենց ընտրած թեկնածուն դա Նիկոլ Փաշինյանի մրցակիցն է, որովհետեւ մենք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էինք։ Այդ պատճառով ես կարծում եմ եւ վստահ եմ, որ դրանք Սամվել Ալեքսանյանին աջակցող ճակերտավոր հրոսակախումբներ։ Քանի հոգի բաղկացած? 12-15 հոգուց բաղկացած հրոսակախումբեր։ Ավելին ասեմ, Ամեկ պլյուս հեռուստաընկերության տեսանյութում, հիմա ասեմ, որ վարկյանի վրա խրոնոմետրաժով 23:39, երբ որ կադրը կանգնեցնում ես, այնտեղ այդ կադրում հայտնվում է Սամվել Ալեքսանյանի վարորդը, որը վարում է 60-006 ավտոմեքենա։ Եվ ևս մեկ կարճ հայտարարություն, քանի որ Սերժ Սարգսյանը մինչ քարոզարշավը եւ քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ այս ընտրությունները տեղի են ունենալու ժողովրդավարության մթնոլորտում, խաղաղ մթնոլորտում, հավաստիացնում էր մեր հասարակությանը, որ ընտրապայքարը տեղի է ունենալու իրավահավասար պայմաններում, իսկ այս միջադեպը գալիս է ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հերթական կեղծիքն է եւ ես հայտարարում եմ, որ այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ հենց նրա ղեկավարած կուսակցությունը, որը մեր ընդդիմադիրների հիմնական մրցակիցն է, այդ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները եւ նրանց հրոսակախմբերն են խոչընդոտում մեր քարոզարշավը, ուրեմն Սերժ Սարգսյանը որպես իշխող հանրապետական կուսակցության ղեկավար եւ որպես երկրի ղեկավարի պաշտոնում աշխատող մարդ պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի ունենում այժմ։ Եվ եթե նախորդ ընտրությունների ժամանակ զոռբայությունը, ահաբեկչությունը, հրոսակախմբերի կողմից կազմակերպող հանցագործությունները տեղի են ունենում ընտրությունների օրը, հիմա արդեն այդ ահաբեկչությունը սկսվել է շատ ավելի վաղ եւ տեղի ունենում քարոզարշավի ժամանակ, որովհետեւ իշխող հանրապետական կուսակցությունը եւ նրա պարագլուխը արդեն կարծիք են կազմել, արդեն հավաստիացել են, որ այն թեկնածուները, որոնք մրցում են հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների հետ, շատ ավելի մրցունակ են եւ շատ ավելի շահեկան վիճակում են գտնվում, քան ավազակախմբի հենասյուները։ Իսկ բուն ձեր տարածքի քարոզչության գործընթացի մասին, թիվ 1-ում ինչ վիճակի։ Եթե իմ ընտրատարածքում կա վախի մթնոլորտ եւ այդ վախի մթնոլորտը ձևավորված է բնակչության շրջանում, որովհետեւ մենք դռնեդուր ենք գնում քարոզչություն իրականացնելու եւ քարոզչանի տարածելու նպատակով, այդ վախի մթնոլորտը կա, մենք դա նկատում ենք, բայց այն ակնհայտ ահաբեկչությունը գոյություն չունի։ Մեր ընտրատարածքում մենք մեր քարոզչությունը իրականացնում ենք ավելի խաղաղ պայմաններում, այսինքն մեր ճանապարհը կտրող չկա, մեծ ճանապարհի ավազակներ հույս ունենամ չեն լինի, մինչ այժմ չեն եղել, մեզ ոչ ոք չի մոտեցել, չի խոչընդոտել եւ մենք մեր քարոզարշավը իրականացնում ենք բավականին խաղաղ պայմաններում եւ ես հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակվի եւ մեծ խոչընդոտողներ եւ հրոսակախմբեր մեզ չեն հանդիպի աղանի ընտրատարածքում։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ նախորդ ընտրությունները, ես ուզում եմ հիշեցնել հատուկ ջոկատայիններին, որոնք հյուսիսային պողոտայում կանանց ուղակի ոտնատակ էին տալիս եւ անպատիժ էին մնում, այնպես որ ոստիկանությանը ես այնքան էլ ապավինած չեմ եւ ընդամենը մի դրվագ մի փորձ հիշեցնեմ իմ լրագրողական պրակտիկայից,
Ավականու ընտրությունների ժամանակ ես ընտրական գործընթացը լուսաբանում էի Ձերժուստու անվան դպրոցում եւ այնտեղ նույնպես ընտրության օրը նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ, հրոսակախումբ հարձակվեց Նիկոլ Փաշինյանի վստահված անձի վրա, Պետրոս Մակեյանը փորձեց կանխել այդ միջադեպը, Պետրոս Մակեյանի որդիներ եւ եթե հիշում եք, Պետրոս Մակեյանի որդու քիթը նույնպես ջարդեցին եւ դա շատ հստակ ձեռագիր է։ Իմ հոդվածի հիման վրա, որը ես գրել էի հրապարակ թերթում, գործին ընթացք տրվեց եւ ես նույնպես բացատրություններ եմ տվել ոստիկանությանը եւ իմ բացատրություններում գրել եմ, որ կարող եմ օգտակար լինել գործի քննությանը, բայց մինչ օրս ոչ ոք չի բացահայտվել, ոչ ոք չի պատժվել, երիտասարդները եկան եւ հարձակվեցին մեզ վրա եւ ես բոլորի դեմքերը հիշում եմ եւ բոլորի դեմքերը կան ու պատրաստ եմ մատնացույց անել ոստիկանությանը, որպեսզի եւ պահանջում եմ, որպեսզի նրանք այսօր եւ ձերբակալվեն։ Այսինքն դուք բացառում եք անմեղության կանխավարկածը տվյալ պարագայում։ Ինչ անմեղության կանխավարկածի մասին է խոսքը։ Չէ։ Ձեր մեղադրանքը միանշական ինձ վրա հարձակվել են մարդիկ, չէ, կներեք, ես ուզում եի հարց այսպես, դուք մեղադրում եք Սամվել Ալեքսանյանին։ Այո, մեղադրում եք։ Նա կարող է թույլ անմեղության կանխավարկածի։ Ոչ, չի կարող։ Դուք համոզված եք, որ ոչ, չի կարող։ Սամվել Ալեքսանյանը ավազակապետության հենասյունն է եւ Սամվել Ալեքսանյանի հրոսակախմբերը ահաբեկչություն են տարածում Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից, այսինքն ակնհայտ է բազմաթիվ փաստեր կան եւ ես վստահ եմ ուղղակի, որ Սամվել Ալեքսանյանը իր հրոսակախմբերով ահաբեկչություն է տարածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում եւ մասնավորապես իր ընտրատարածքում։ Իսկ Բաբկեն Գարոյանի կողմից եղել է հայտարարություն։ Այո, իհարկե։ Այո, Բաբկեն Գարոյանին իմ կանչով եկել է ուրեմն շտապօգնության մեքենա տեղափոխել են հանրապետապետև Հայաստանը լինելով միջազգային մի շարք ազդեցիկ կառույցների անդամ պետք է որ ուշադրության կենտրոնում լինի եւ պետք է որ այդ կառույցները նույնպես պարտավորություն ունենան Հայաստանում տեղի ունեցող Հայաստանում ձևավորված ֆաշիզմը գնահատելու եւ Հայաստանի հասարակությանը օգնելու այդ ֆաշիզմից ձերբազատվելու համար։ Եվ նշեմ, որ Հայաստանի Հանրապետական իշխող հանրապետական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության անդամ է։ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության անդամ են նաեւ Քարոզարշավին մասնակցող եւս երկու կուսակցություն, Օրինացի երկիրը եւ Ժառանգությունը, եւ ես կարծում եմ, որ այդ երկու կուսակցությունը նույնպես պետք է գնահատեն այս իրավիճակը եւ եթե չեն գնահատելու այս իրավիճակը, ուրեմն իրենք նույնպես այս ֆաշիստական ռեժիմի մի մասն են կազմում, եթե իհարկե գնահատականներ չհնչեցնեն։ Եվ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունը նույնպես պարտավոր է արձագանքել Հայաստանում տեղի ունեցող բռնություններով ուղեկցող քարոզարշավին, որովհետև եթե խոսքը ժողովրդավարության մասին է, ապա ինչպես կարող է ֆաշիստական մեթոդներով սեփական ժողովրդի դեմ ահաբեկչություն իրականացնող կուսակցությունը լինել Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության անդամ։ Գործընկեր անդամ։ Շատ դեպ, հիմա բուն հարցին։ Բուն հարցին, քարոզարշավ։ Հանրային հեռուստատեսությունը, որ այստեղ նույնպես ներկա չէ, ինչպես այդ հեռուստատեսությունը հանրային է եւ հանրային հեռուստատեսության միջոցով բոլորը անհավասար պայմանների մեջ է դնում ընդդիմադիր տեխնացուներին։ Մենք տեսնում ենք, թե ինչ հսկայական գովազդային պաստառներ են կախված։ Այդ պաստառները շատ թանկարժեն, այդ պաստառների համար նախատեսված տեղերը պատկանում են օլիգարխներին։ Ինձ ուրեմն զանգահարել է հենց երեք միջադեպի օրը Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաներ, չէ, Սաքունցը, Վանաձորի գրասենյակը։
Դիտորդները խնդրեմ նստած են, Ազատություն ռադիոկայանն է, որպես լրատվամիջոց օպերատիվ աշխատող, Էպրես կայքեջը դիտորդներից ամենը ներկա դիտորդներ են, որոնց մենք զանգահարել ենք 3 Մովսես Արիստակեսյանը, իմ մասիվի շտաբի ղեկավարը, այլ դիտորդական կազմակերպություններ,